Այստեղ ընդհանուր 30 կազմակերպություն։ Դե արդեն լավ է, այդ նշանակում արդեն կայացավ։ Ամբողջը կայացավ։ Սա բիզնես աքսելերատորի այսինքն ես ինչ-որ ոլորտում ընկերություն ունեմ, կարող եմ գալ նաև ստեղ նաև տարած վարձականներ, բայց նաև օգտագործել Օրինակ PMI Science-ի լաբորատորիաները հասանելի են լինելու։ բայց այս նույն տարածքում է թե կողքն է։ Դերեկա, սա ֆրանսիաց օնլայն է։ Կարողություններ միտեղ լինեն, որ կիսեն են, հակառակ եթե ամեն մեկը իրան կիսանքի Այդ դավավորը ստեղ արդեն դրված է։ Դերվատը Այդ ձեր արտադրությունն է, դուք դիզայն եք արել։ Մենք դիզայն ենք արել, մենք արտադրել ենք սա Եվրոպայի համար, Եվրոպայի ու ԱՊՀ-ի համար տարբերակն է, սա Ամերիկայի համար։ Իսկ ունեք պայմանագիր։ Այո, վաճառքի էլ պիլոտային, սա նոր է, պիլոտային պայմանագիրն է Ամերիկայի հետ, դրանց երրորդ ամենամեծ Այսինքն արտադրությունը ստեղ որտեղ իսկ որտեղ արտադրամաս։ Արտադրամասը հենց ստեղ է, մենք նոր քիչ քանակներով ենք արտադրում։ Իսկ ստեղ հավաքում ենք։ Շնորհակալություն ձեր ժամանակի համար, փորձեմ կարճ ներկայացնել ինչով են զբաղվում։ Իրականում Հայաստանում PMI Science-ը գիտահետազոտական կենտրոն ունի 2018 թվականից։ Մեր ինժեներական հատվածը մեծացնում ենք եւ տեղափոխվում ենք այստեղ։ Այս կենտրոնի հիմնական նպատակը ինժեներական ապագա սերնդի տեխնոլոգիաների հետազոտությունն է եւ հաջորդ սերնդի մեր պրոդուկտների մեջ լինելու են ստանդարտներին համապատասխան աերոզոլի, նյութագիտության եւ էլեկտրոնիկայի հետազոտման լաբորատորիաներ, ու շատ լավ է, որ որքանում շնորհակալություն կարող նախարարն այստեղ կարգավորում է, որովհետեւ այս հարկը դառել է գիտական հետազոտությունների հարկ, այստեղ նաև գտնվելու ոնց հասկանում են այլ գիտական լաբորատորիաներ եւ ինժեներական լաբորատորիաները, որոնք ընդհանուր օգտագործման համար են։ Ու երեք շատ լավ մեր մատակարարներից մեկի հետ էինք զրուցում, օրինակ Metavis 3D printer-ի բան ենք քննարկում, որ այսպիսի բարդության եւ այսպիսի մանրության բաներ կարողանանք տպել ճշտությամբ ու արագ, այսինքն րոպեների ընթացքում, որպեսզի հենց գաղափարը հասնում է, հենց գաղափարը առաջանում է, միանգամից կարողանանք այդ գաղափարը տեսկանալ, միանգամից կարողանանք մուլտիդիսցիպլինար թիմը հավաքել նյութագետների, քիմիկոսների, ինժեներների, որտեղ որ բազմաթիվ պրոֆիլներ կան էլեկտրոնիկայի, մեխանիկայի, ծրագրավորման ու արագ ես միջավայրում կարողանանք արագ ես արագությունը ձեր հիմնական գործառույթը այդ ծառայությունները մատուցելն է։ Դուք սեփական հետազոտություններ չեք անում։ Մեր ուղղակի իրենք ձեր սարքավորումներից օգտվում են։ Այո, մենք թույլ ենք Մենակ սարքավորումներից, թե ուրիշ նաև մենք ֆինանսավորում ենք խորհրդատվություն։ ֆինանսավորում եք։
300-ից ավել գիտահետազոտական ծրագրեր ֆինանսավորվել։ Մեր ծրագրերը այս պոլիտեխնիկական համալսարանի հետ ավելի շատ ինֆրաստրուկտուրայի զարգացմանն է։ Մենք բարեկարգել ենք շուտ 8000 քառակուսի մետր տարածք, որպեսզի ուսանողները իրենց համալսարանական տարածքում զբաղվեն։ Ստեղծել են գիտական այգի, որ իրենց նաև ժամանց անցկացնեն այնտեղ եւ այգի բացառնելու քաղաքացիների համար նույնպես։